թեմայով պիտի խոսամ ձեր հետ այսօր, բայց Սուրբ Գիրքը համար գարտալուց առաջ մի քանի բաներ ասեմ եւ խոսանք։ Հարցում ինչ է նպատակը այն Հիսուսի հետևորդ մարդուն։ Հիսուսի հետևորդ մարդուն նպատակը ինչ է։ Աբրես, հալելույա, նմանվել Հիսուսի բարձ եւ հստակ պատասխան։ Նմանվել Հիսուսի, մի քիչ ավելի գնանք խորքը, նմանվել Հիսուսի ուր նմանվենք Հիսուսի, կամ երբ նմանվենք Հիսուսի։ Ամեն ժամանակ եւ ամեն տեղ, եւ ես իմ համար գրել եմ այս մարմինիս մեջ եւ այս աշխարհիս մեջ։ Այս աշխարհի մեջ։ Դա Սուրբ Գիրքը այդպես կսե։ Նմանվել Հիսուսի այս մարմինով, ասել է իմ դգարություններով, իմ խնդիրներով, իմ խնդիրներով, այս բոլոր հարցերով, երիտասարդների դարիքին մեջ, ձերերի դարիքին մեջ, հիվանդների այդ հիվանդության մեջ, առողջների այդ մարմինի մեջ։ Նմանվել Հիսուսի եւ երբ այստեղ ուր որ եմ, ուր որ գտնվեմ։ Հիմա հոսեմ այստեղ, վաղը այդտեղ եմ, այնտեղ, մամայիս հետ նստել եմ այնտեղ, գնոջս հետ նստել եմ այնտեղ, թշնամիս դիմացնեմ այնտեղ, ինձ հայողին դիմացնեմ այնտեղ, ամենտեղ։ Ուր որ եմ, ուր որ գտնվին։ Դա շատ կարևոր է, քանի որ երբեմն մենք հավատացյալները սկսենք թե մենք հավատացյալ Քրիստոս, Հիսուս, հալելույա եւ այլն, բայց միայն այդ կբադահի եկեղեցի մեջ։ Եվ եկեղեցի մեջ մենք լավ ենք, սիրուն ենք, իրար գնայինք, ուրախանանք, եկեղեցի մեջ կգնանք եկեղեցական խոսքեր խոսիլ, մանավանդ ավետարանական բառեր, ինչպես ես փառք Աստծո, այդպես։ Օրինակ, Երանի թե իրականը լար, բայց հա, օրինակ քեզ սիրում եմ Հիսուսի սիրով այդ խոսքերի։ Եկեք, եկեղեցական խոսքերը մեկ կողմ տնենք, ավետարանի խոսքերը մեկ կողմ տնենք, խոսենք ինչ որ ենք։ Նեղացած ժամանակս նեղացած խոսիմ, դխուր եղած ժամանակս դխուր խոսիմ, չխապեմ, քանի որ ես պետք է Հիսուսի նմանվեմ, ուր որ եմ, բայց երբ որ ես դխուր եմ, այո, դխուր եմ, բայց Հիսուսի նմանվելու համար մի բան պետք է անեմ, որ դխրությունից դուրս գամ։ Պետք չի ասեմ, որ ես այսպես եմ։ Եթե իմ այսպես ասելս Հիսուսի չի նմանում։ Բայց ես պետք է ասեմ, հիմա դխուր եմ։ Բայց Հիսուս այսպես չէր, պետք է փոխվի։ Հասկացաք միտքը։ Ուրեմն մենք կարանք ասենք, հալելույա, փառք Տիրոջ, լավ եք եւ այլն, եւ կամ ուրիշները միշտ ծառայողությամբ գասեմ, որ ես ինչ որ եմ, այդ կասեմ։ Ամեն, ասա, բայց դե մի մնա։ Անգեղծությունը, ճշմարտությունը ասելն է, բայց մենք Քրիստոսի հետևորդներս Հիսուսի նմանվելու նպատակ ունենք։ Հենց այդ րոպեին, երբ որ բարգացած եմ, երբ այն րոպեին, երբ որ չհայնացած եմ, այդ րոպեին, որ ես չեմ նմանվիր Տիրոջը, ես նմանվելու նպատակ ունիմ, բայց այդտեղ չեմ նմանվիր, խնդիր կա, բայց պետք է երթամ այդտեղ։ Եվ հավատացյալներս, մենք եկեղեցի, մեր նպատակը ինչ է։ Իրար օգնել, որ հոն երթանք։ Հասկացաք միտքը։ Անոնը նստենք այստեղ իրար կողքին։ Եթե ես արիտ ունենայի կամ կարելիությունը լար սիրելիներ, աթորները այսպես չէի տներ։ Լավ չէ այսպես աթորը։ Այդ հետևինը առաջինին ծոծրագին է նայում։ Այստեղ։ Երեսին պիտի նայի։ Հալելույա։ Երեսին պիտի նայի, որ թեմ թիմաց նստենք խոսենք։ Հալելույա։ Ես սիրում եմ բոլորի տեսնում, բայց խնդիրը դա որ միայն ես եւ դու չես, ես եւ մենք ենք։ Որովհետեւ եկեղեցին օգնի իրար։ Ասե որ այս կետին մեջ նախ մեկը անգեղծը լա, ասե որ այդպես չեմ, մյուսը պիտի ասե արի օգնենք իրար, որ այդպես լաս, ինչպես որ Հիսուս կսե։ Նպատակը Կարոսեր եմ անցավ դարի շատ եւ վստահ եմ որ նոնակույրը հիշել է։ Նպատակը Հիսուսի նմանվելն է։ Ուրիշ նպատակ չունիմ, միջոցներ շատ ունիմ, բայց նպատակը մեկ է։ Եվ եթե մենք այս բանը մոռնանք, մենք արդեն հոգեվոր մեր կյանքից խնդրեմ կունենանք։ Արդեն քրիստոնյա չենք լավ մի խոսքով։ Եթե նպատակը Քրիստոսի նմանվել չէ, ես ինչ անեմ։ Ինչու եկեղեցի գանք։ Ինչու Սուրբ Գիրք կարդանք։ Ինչու այսչափ հոգնենք հոգեվոր բաներում մեջ, եթե նպատակը շիդակ տեղը դրած չենք։ Ամեն։ Հալելույա։
Երբ որ գմտածենք լավ եւ անգեղծությամբ մենք ես իմ մասին, դու քո մասին, երբ որ գմտածես անգեղծությամբ գնայիս քո մեջը, գտեսնես որ շատ կորած կա անելի Հիսուս նմանվելու համար։ Ինչ կսեք։ Պարտիրոջը որ մենք ուզենք անգեղծ լինել։ Չգա մեր մեջ կամ Աստուծո արչև չգա այն մարդը, որ փամը գսե փամը լալու համար։ Այլ պետք է անգեղծությամբ ասենք մենք մեզ Հիսուսի նմանվելու իմ մեջ կորձ կա։ Եվ ես պետք ունիմ այդ կորձի մեջ մտնելու։ Եթե ես Հիսուսի նմանվելու կորձի մեջ չեմ, լավ ասեք։ Մեկ հատ մի բան ասեմ, չագերդյալ։ Հիսուս երբ որ պիտի գա, անմեղ մարդիկներ պիտի չդանի երկինք, քանի որ չի լինելու անմեղ մարդ երկինք գնալու, հասկացաք, չի լինելու։ Բայց Հիսուս պիտի դանի այն մարդը, որ այդ կորձի մեջ է իրեն նմանվելու։ Հասկացաք, այդ շանքի մեջ է, այդ աշխատանքի մեջ է, այդ անգեղծության մեջն է, այդ խնդրանքի մեջն է, այդ աղոթքի մեջն է, դեր, քեզ նմանվելու համար խնդրեմ դեր, օգնի, քույրիկները բամգսեն, եղբայրները բամգսեն, հովը բամգսեն, օգնի, որ ես անոր մեջ ելամ։ Այդ տեսակ մարդիկ երին պիտի հասկացաք, այդպես չէ։ Նույնիսկ այդ բաները որ գսեն հալելույա, անոնք չեն գնալու։ Պիտի գնան այդ մարդիկը, որ այդ շանքի մեջն են եւ անգեղծ են, ասելով որ ես իմ մեջ դեսել եմ, այս կետերի մեջ Հիսուսի չեմ նմանվում։ Դեր Հիսուս Սուրբ Հոգի օգնի։ Հալելույա։ Այդպես ենք չէ՞ այստեղ։ Ամեն։ Հիմա մեկ հատ մատդ այսպես բռնի, մի հատ խնդրում եմ ադերնից, դասուսեք դեպի ցեզ, հալելույա, ռեգ, եւ հիմա փնդրի քո մեջ, ինչ բան չի նմանվում Հիսուսի։ Գա։ Մոնիկա դեսա բաներմը, հալելույա։ Դես, կարևոր է տեսնել, քանի որ եթե ես իմ մեջ չտեսնեմ, դու ինչ ասես չեմ հավատալու քեզ։ Հասկանաք, քույր եղբայրներ երբեմն եկեղեցին գուզեն իրար շտկել, բայց մի շտկի ինձ, եթե ես թեր չեմ տեսել։ Պետք է տեսնեմ, որ եւ որ դու բանս ես ասեմ, հա քույրիկ ճավ ինչ լավ տեսար։ Այդպես է։ Եկեղեցին այս է։ Հալելույա։ Թող դերը մեր եսը ոչնչացնե, որ տեսնենք մեր մեջ։ Ինչ կսեք։ Ամեն։ Ես կուզեմ դեր Հիսուս Քրիստոսի այն հոգին, որ ինձ տված է, թույլ դամ, որ ինք իր բաժինը կատարե իմ մեջ։ Մեծ նվեր է, եւ անորմա գսեմ Սուրբ Հոգի բարգև, Սուրբ Հոգին ինքնուրույն նվեր է, որ ասված դվեր է այդ մարդկանց, որոնք ուզեն Հիսուսի պես ապրիլ այս աշխարհի մեջ, այս մարմինով։ Ես փամը փոխելու պետք չունեմ մարմինիս մեջ, որ ավելի լավ հավատացյալ լամ։ Երգիր փոխելու ալ պետք չունեմ, որ ավելի լավ հավատացյալ լամ։ Ուր որեմ, այնտեղ դերը կնա կորցել ինձ, իմ մեջ։ Ամեն։ Ուրեմն Սուրբ Հոգին տրված է, ինքը ունի իր բաժին անելու, որ ես Հիսուսի նմանվեմ, բայց ես ունիմ իմ բաժինը կատարելու, որ ես Հիսուսի նմանվեմ։ Ամեն։ Համաձայն ենք ես կետիկ վրա, հալելույա։ Փառք Տիրոջը։ Աստվածաբանական այդ մեծ, գիտեք, թեմաներ կան երբեմն, այնքան խոսում են իրար հետ, որ գլուխնից ատին գորում են։ Եկեք բարձ բաներ խոսենք։ Հիսուսի նմանվելու մասին բավարար է մեզ, եթե խոսենք այս թեմայով։ Մեր կյանքին բոլոր ընթացքին։ Հիմա պիտի կարդանք միասին համարը։ Հրամեցեք, եթե կարելի է։ Ուրեմն կարդում ենք իրար հետ Հակոբոս գիրքը, արդեն մենք 3 շաբթի օրը մի քիչ քննարկեցինք, Հակոբոս գիրք առաջին գլուխ եւ Հռոմեացիս 5։ Բոլորդ բացեք, որ լվեսի լավ կարդանք իրար հետ այս համարները։ Հակոբոս ուրեմն ասեմ գլուխ 1, 2-ն 3 եւ Հռոմեացիս 5, 3-ն 4։ Okay, կարդանք համարը։ Նայեցեք ինչ կսե Հակոբոս գիրքը։ Ուրեմն Հակոբոս շատ բաներ ասելով երկրորդ համարը գսե եղբայրներ ուրախության արժանի բան սեբեցեք, երբ գերբ փորձանքներու մեջ ինակ։ Գիտնալով որ ծեր հավատքին փորձառությունը համբերություն կներկործե եւ համբերությունը գադարյալ ներկոծություն թող ունենա, որպեսի գադարյալ եւ ամփոխ ըլլակ եւ բանիմը բագասություն չունենաք։ Այս կետը շատ
համով համար է, համով։ Գիտեք, համեղ համարներ կան։ Այսպես համով, հա, համով ոտով։ Գսե, բաները մը պիտի լացեցի։ Նոր մասին կխոսենք։ Որբեսի դուք գսե ամբողջովին կատարյալ ըլլաք։ Եվ ոչ մի բանի բագաս չունենաք։ Հիմա ամբողջովին կատարյալ ըլլալը ինչը սեր է։ Եթե ոչ Հիսուսի նմանվիլ։ Հիմա գսե Հիսուսի նմանվելու համար բաներ մը կա այստեղ։ Okay, միջև հիմա հասկանաք։ Ամբողջովին կատարյալ ըլլաք։ Այս բաները ըրեք, որբեսի ամբողջովին կատարյալ ըլլաք։ Ուրեմն նպատակը ինչ է այստեղը, նպատակը ամբողջովին կատարյալ ըլլալն է։ Համաձայն եք։ Գսեք ամեն։ Որբեսի կատարյալ եւ ամբողջ ըլլաք ու բանիմը բագասություն չունենաք։ Ինձ մի հատ հարց։ Հիսուս բանիմը բագաս ուներ կամ չուներ։ Դուն ուներ։ Բայց բագասություններ դունի։ Մեքենա ուներ։ Բայց բագասություն ուներ մեքենայի։ Հարցեր, այդ բաներուն հետևում որ մենք կվազենք, ինք ուներ, ոչ, բայց բագասություններ, ոչ։ Ո՞նց կլինի։ Հրաշք այս է։ Քանի որ Տերը, երբ որ Տիրոջ մեջն ենք, ոչ մեկ բանի բագասություն պիտի չունենանք։ Տերևս գողքինին ունեցածը չունիս, բայց բագասալ չեք ես։ Ամեն։ Այստեղ մենք մի բան կսորվենք, որ չենք համեմատել մենք մեզ ուրիշի հետ։ Հանգստանանք, ունի, չունի, ինչ։ Ես բագաս չունիմ։ Ես բանիմը բագաս չունիմ։ Ինչու՞։ Քանի որ ես իմ բաժինն եմ արել, հիմա իմ բաժինի մասին մի խոսեմ։ Իմ բաժինն եմ արել Հիսուսի նմանվելու, ուրեմն եթե Հիսուսի նմանվելու իմ նպատակն է, այն ժամանակ ես ոչ մեկ բանի բագաս պիտի եւ Հիսուսի պես կատարյալ պիտի այս մարմինի մեջ, այս աշխարհի վրա։ Ով գսե ամեն։ Այս Տիրոջ խոսքն է։ Գլուխը չընդուներ ինչ որ գսեմ։ Չի մտնում այստեղ։ Մտնում է։ Զարմանալի գլուխ ունեք դուք, հալելույա։ Ներորդ եթե գմտնե, բայց այս գլուխը չի ընդունում այս խոսքը։ Եթե ես հավատքով չառնեմ, այս գլուխը չի գրնար մտածել այս բանը։ Բայց մենք քանի որ հավատքի մարդ ենք, հավատքով կընդունենք այս բոլորը ամեն։ Հիմա մեկ հատ գարտանք այս համարը, բայց եկեք հռոմայացիներուն ալ գարտանք, ցեզի ուրիշ հարցում պիտի հարցնեմ։ Հռոմայացիները ինչ կսե 5-րդ գլուխ գարտացինք, քաներորդ համարներ 3-4։ Ոչ միայն այսքան գսե Բողոսը, հաբա նաև նեղություններու մեջ գբարձենանք, վասնզի գիտենք թե նեղությունը համբերություն կգործե։ Եվ համբերությունը փորձառություն, եւ փորձառությունը հույս։ Եվ հույսը ամոթով չի սeder։ Հիմա հարց գադարյալ լալու համար ինչ պետք է մեզի։ Անգե առաջ նեղություն նեղությունը մեր միջոցն է որ մենք հասնենք կատարելության։ Այո, 5 դագարան գարտացողները գրնան այսօր ասել հարկ Տիրոջը որ 5 դագարան գարտացողներ ունենք։ Նեղությունը գսե Հակոբոս գսե դարբեր տեսակ նեղությունները երբ որ կան գսե դարբեր տեսակի միլիոն տեսակ նեղություններ ունենք փորձություններ նեղություններ ցավեր խնդիրներ խնդիրներ դարբեր տեսակի երբ որ գալիս են գսե դուք նայեցեք աննորմալ բանը դիտեմ դուք ուրախ եղեք յա ինչպես գահասկնաս որ նեղությունը միջոց է, moyen, միջոց է, որ դու հասնես կատարելության։ Հիմա եկեք անգեղծ լանք։ Երբ ենք լավ աղոթում։ Երբ որ նեղության մեջ, երբ Տիրոջ երեսը կփնտրենք, երբ որ պրոբլեմ կա բիդեղ, երբ կսենք երբ որ նեղության կա, երբ ծոմամահություն, նեղություն կա, երբ նեղությունը ուրեմն հասկանալի է որ նեղությունը միջոց է, որպեսզի ես հասնեմ կատարելության, Հիսուսի նմանին, ամեն, ուրեմն մեկը որ գուզե Հիսուսի նմանվիլ, երբ որ նեղությունը գուկա, Հակոբոս կսե, ես չեմ ասող, ես չեմ գրնար ասել, ցավալի է, ես չեմ գրնար ասել, Հակոբոս կսե, նեղությունը որ կա, ուրախացիր։ Գիտես ինչու,
Քանի որ սրտիդ մեջ դու դրած ես Հիսուսի նմանվել։ Եվ Տերը քեզ կպատրաստի հոնդանելու։ Նեղությունը միջոց է։ Փորձությունները տարբեր տեսակի գերբ, ասել է en diverses épreuves գրած է ֆրանսերեն։ Diverses épreuves, ասել տարբեր տեսակի խնդիրներ։ Հիմա քիչ էլ պիտի խոսենք այդ նեղություններու մասին։ Չէ։ Այո, բայց այդ նույնիսկ չարից որ լինի, Տերը այդ նեղությունը, որ չարից է եկել քեզ խափանելու, քեզ ոչնչացնելու նպատակով, Տերը այդ կործածում է, որ դու Քրիստոսի նմանվես։ Չարին ինչպես կհաղթենք մենք, երբ որ չարին նպատակը քո կյանքիդ մեջ չի ստացվում։ Ինքը գուզե քեզ կանտել, դու Տերը գառնի Սուրբ Ոգին կորձ հենց էդա։ Գառնե եւ գդարցնե դեպի ինչ, որբեսի քու միջոց ըլլա քեզի, moyen, միջոց ըլլա։ Նայեցեք բանը ավազան որ գերտանք։ Բասենը ռուսերեն է։ Լողավազան որ գերտանք, լողավազան այդտեղ այդ բաներից կա։ Գնետվի այդ բաներից։ Ով գնետվի այդ բանը թրամպլին, ֆրանսերեն թրամպլին է։ Հայերեն ինչ է։ Չեմ գիտեր։ Հա թրամպլին ինչ է։ Անոնք որ գսիրեն լողալ եւ չեն վախնալ ջուրից, շատերը գլեն այդտեղ գծածքին ռուպ գնետվին։ Նպատակը գիտեք ինչ է ադի, որ հերուն նետվիս։ Ոչ թե դու քարի ծայրից ա գնաս նետվիլ, բայց այդ սրա նպատակը որ այդպես ցածկիս թռնելով նետվիս մի 3-4 մետր անտի։ Ուրեմն մի փորձությունը, նեղությունը, տարաբանքը, ցավը, ինչ որ եք, չէ՞ դուք ասեմ, այդ բոլորը միջոց են, որ ես հասնեմ Քրիստոսի նպատակին, նմանվելու նպատակին։ Հիմա լավ լսեցեք։ Այստեղ ուրիշ միջոց ալ կա։ Եվ ես գրած եմ пассив միջոց եւ ակտիվ միջոց։ Ես հիմա գսեմ, ես հասկացել եմ հազիվ իմս, հիմա ցեզ մի փորձեմ բացատրեմ։ Пассив միջոցը գիտեք ինչ է, դու բան չես սպասում, գլխիդ տալիս է։ Այս пассив միջոցն է։ Դու բան չես անում։ Մեքենան քշում ես, մի անգամ է անիվը բայտավ։ Այդ դու ագը բայտավ։ Այդ ինչ է пассив միջոց է։ Բայց այդ пассив մի բան է, որ դու ոչ մի խնդրեմ չունես, քո հանցանքը չի։ Հասկանում եք, խնդրեմը քուգը չի։ Դուրսից գլխից եկած խնդրեմն է։ Ադի հա, այդ ուրիշ խնդրեմ է, ադի քույրիկները շատ են անում։ Հիմա пассив միջոցը փորձություններն են։ Հիվանդությունը օրինակի համար, բացի եթե դու գնացել ես սարին վրեն թիշերտով, այդ հիվանդ կլինես, բայց ընդհանրապես հիվանդությունը դու չես ուզացել, գա գլխիդ։ Սուկը դու չես ուզացել, եկել է գլխիդ։ Մարդը հայոյում է, ես դու չես ուզացել, եկել է գլխիդ, հալածանքը դու չես ուզացել, եկել է գլխիդ։ Ասում пассив դուրսից եկած ցավեր են։ Անսպասելի, այո, ճիշտ, անսպասելի բան է։ Հակոբոսը երբ որ գսե գերբ գսե փորձանքները ուրախություն սեբեցեք այս փորձանքի մասին է, пассив փորձանքի մասին է, որ նստած տեղդ կգա։ Կասես ախպեր ինչ արեցես գլխիս եկավ։ Եղել է այդպես բան։ Հիմա հավատացյալը գսե որ այս пассив փորձությունը ինձ օգուտ պիտի դառնա, որ ես Քրիստոսի նմանվեմ։ Բայց ավտոմատիկ չէ։ Пассив օգնուտ փորձությունից հետո գա ակտիվ փորձություն։ Ակտիվ միջոցներություն, ակտիվ փորձություն չէ, ակտիվ միջոց, пассив միջոց, ակտիվ միջոց։ Փորձությունը пассив միջոցն է, գլխիդ տալիս է։ Ակտիվ միջոցը, որբեսի Քրիստոսի նմանվիս, դու քո բաժինն է։ Եվ այստեղ գրված է ինչ պետք է անենք։ Երբ որ գսե փորձությունները կգան, пассив գլխի եկավ։ Իմ նպատակս Քրիստոսի նմանվին է։ Пассивը եկավ, ես ինչ պիտենեմ։ Ակտիվ միջոցը, գիտեք ինչ է։ Ես հարադևեմ այդ կետի մեջ Հիսուսի նմանվելու։ Եթե ես այդ կետի մեջ թույլ ցա, իմ միջոցս չկատարեցի։ Եվ այդ փորձությունը իր նպատակին չի հասնի։ Пассив փորձությունը որ եկավ, մեկը քեզ նեղացրեց, այս пассив փորձություն։ Դու պիտի հարադևես հանդարտ մնալու, օրինակ, գահասնիս Հիսուսի նմանվելու։ Բայց եթե քո բաժինը այդտեղ դու ասացիր, երբ որ արեցիր, ուրեմն դու пассивը չկործածեցիր փառքի հասնելու համար։ Հասկացաք միտքը։ Ուրեմն пассивը գալիս է։ Դու քո բաժինը դունես, նպատակը Քրիստոսի նմանվի։
Հավատացյալի նպատակը Հիսուսի նմանվին է։ Փորձությունները պիտի կան գլխիդ եւ գլխիս, բայց մենք մեր տեղում պիտի լինենք։ Այս է կարոզը, վերջացավ։ Ժողովուրդ ջան, տեխնիկ բաներ են ասոնք, բայց սուրբ գիրքը մեզ տեխնիկ բաներ կսորվեցնի ժողովուրդ։ Սուրբ ոգին չենք կրնար խառնել մեր բաժինին մեջ, մենք մեր բաժին ունենք։ Փորձությունը օրտնության փոխողը Հիսուսն է, Սուրբ ոգին է, բայց մենք ունենք մեր բաժինը հարադեվել։ Հարադեվել, այստեղ գսե հայերեն թարգմանությունը համբերելն է, բայց համբերելը լավ թարգմանություն չէ։ Համբերելը գարձեք ցերքերից կձալենք, կսպասենք, որ անցնի խնդրը։ Հարադեվելը խնդրին մեջ մենք մեր բաժին ունենք, ակտիվ է։ Հարադեվելը դու բամ ունես ներիկ։ Հալելույա ժողովուրդ, հալելույա, ամեն։ Հասկանալի է։ Ես կտեսնեմ, որ շատ հավատացյալներ փորձությունը կգա եւ փորձության մեջ չեն գիտեր հարադեվել շիտակ ձևով։ Եվ այդ փորձությունը իրենց ավելի չի մոտեցնում Հիսուսի, շատեր ավելի հեռանում են։ Բայց փորձությունը մեծ զենք է, որ Աստված կկործածե քեզ ավելի Քրիստոսի նմանցնելու համար։ Անորոք Հակոբոս կսի ուրախ եղեք, երբ փորձությունը դուքա։ Ուրախ եղիր, երբ եկավ գլխի փորձությունը։ Ցավալի է ինչ որ գսեմ, ցավալի չէ, բայց անհարմար է ինչ որ գսեմ։ Այո, հանկիշ չէ։ Գարձեք իրար գսենք, որ հա դե փորձություն կա գլխիդ։ Չէ, այդ չեմ ասում։ Բայց հասկանամ, որ եթե ես Հիսուսի նմանվելու նպատակ ունիմ, ամենավատ փորձությունը ինձ պիտի օգնի Սուրբ ոգիով, որ ես Հիսուսի ավելի նմանվի, բայց ես իմ բաժին ունիմ ներիկ։ Ուրեմն կարելի է նույն բանը գա քեզի եւ ինձի, ես ցախողիմ եւ դու հաջողիս։ Կանի որ դու շիտակ տեղը մնացիր հավատքի մեջ։ Ես սկսա մարդկային խոսքեր, մտքեր, բա ոնց, ինչու, ինչպես, կարելի է միթե։ Էսա, էդա, ինչ եղավ ես ինգա։ Բայց կողքինս նույն խնդիրներում մեջ դերևս ավելի վատ, այդ ասեց ինքը դեր, ես մնամ իմ տեղում, դեր, չխախտվիմ, դեր, իրար չանցնիմ, մնամ, ես քոնն եմ եւ քեզ համար եմ, չխախտվիմ, չշարժվիմ, չփոխեմ իմ դիրքը։ Հիմա եկեք մի հատ խոստովանենք, անենք խոստովանություն։ Մեր մեջ եղած են քույրիկներ, եղբայրներ, որ իրենց դիրքից ինգան էտրով էին։ 3 հոգի, ինչ սուրբ եկեղեցի ենք մենք։ Միան 4 հոգի։ Խոստովանիր։ Քիչ առաջ ինչ ասի, խոստովանենք։ Խոստովանենք, որ Տեր շատ անգամներ այդ փորձության մեջ իմ միտքս արդեն ցախողության դարավ գնաց։ Ինգա, խոսքեր, վատ բաներ, վատ մտքեր, մտահոգություն, փարգություն երբեմն։ Հարադեվել ֆրանսերեն գսե persévérance et endurance։ Հայերենը ուր գրեր է այդ endurance-ը։ Հա, թիմացկանություն։ Ինչ լավ բառ է, սիրեցի այս բառը։ Թիմանալ։ Փորձության թիմաց չշ Եվ գսե անոր դիրոջ խոսքը գսե մտածի ցերեգու քիշեր, գսե ինչ պիտելա գանկնած ծարիպես պիտելա։ Որ գսե իր բայց գսե բաները ամպարիչները ծրբիդի ծրվին գսե։ Գիտեք հավատացյալը պետք է կանգնի, endurance ունենա։ Endurance-ը անոր սրտի խնդրեմ ունի, որ գնացել է մարզանքի։ Ես տեսել եմ, դա ըրեր եմ մի անգամ։ Ինչ կդեն, գիտեք, քեզի հեծիկի վրա կնստեցին հեծանիվի վրա եւ գսեն հա դե քշե։ Որ սիրտը սկսի աշխատի եւ ինքը գնայի որ այս սրտի որ հոգնեցավ միջև երբ կշարունակվի նույն ցևով գնա endurance կսեն ֆրանսերեն endurance-ի exercice կսեն ֆրանսերեն թիմացկանության դիմատրոական թիմացկանության ինչ փորձեր նեղության մեջ եթե առաջին րոպեին ինգար երբ որ հավատացյալներս քիչ կգզորանանք թիմացկանությունից ալ գզորանա չէ մեր փորձառությամբ
երբեմն մեկ խնդիրով, մեկ նախատեսությունով գինայիր, հիմա 3 նախատեսությունով գինաս։ 2 նախատեսություն շահեցար, օրինակ։ Դարիները կանցնին եւ ավելի գզորանաս։ Առաջ գփարգանայիր, երբ որ այդ մարդը քեզի այսպես նայեր։ Հիմա չես փարգանար, քեզ այսպես կնայի, այդպես կնայի, համտարდეს։ Ինչու դիմացկանությունը զորացավ։ Քանի որ դարիները անցավ, քանի որ հավատքիդ մեջ սկսար մեզնալու, կամ հասկացա որ օքեյ, այդ կա, բայց այդ ալգա։ Հալելույա։ Հավատացյալը, երբ որ փորձությունը գուքա գլխին, պետք է ասի դեր Սուրբ Հոգիով դիմացկանություն դուր որ չի շարժվեմ իմ դեղիցս։ Մերի, նորը խնդիրը մենք ցավը ինձ է գալիս։ Երբ որ մեկը քեզի գարաչարգե մի փող շահիլ, դրամ շահիլ, բայց ձուր ճանապարհով։ Օրինակ, եթե քու նպատակը Հիսուսի նմանվիլ է, առաջին ռոբենգսից ախպեր գնացներից։ Եթե քու նպատակը Հիսուսի նմանվիլ չէ, փող շահիլ է, ես մեհադալասը դեսնենք ոնց, մեհադալասը ոնց, եւ արդեն ինգար։ Բայց այդ փորձությունը եկել էր որ քեզ ավելի Քրիստոսի նմանեց։ Բայց դու ինգար, քանի որ քո շարժարիթը դեղում չի։ Հասկացաք, հավատացյալը պետք է մտածի իր նպատակը վերջի վերջո ինչ է։ Ուրեմն, երբ որ այստեղ endurance-ի մասին կխոսենք, կտեսնեմ, որ այս համարները, որ գարտացինք, հարադևելը փանալի բառն է Հիսուսի նմանվելու համար։ Հարադևել բանալի բառն է։ Համաձայն եք ես։ Հիմա ցեզի հարցումներ։ Հարցում։ Երբ որ գսեք գերբ փորձանքներ, ցեզի 2 տեսակ փորձանք կա։ Հիմա 2 տեսակ միջոց կա ասի։ Ակտիվ միջոցը իմ բաժինն է, пассив միջոցը գլխիվ կա։ Հիմա մինակ պիտի խոսենք փորձանքներու մասին։ Ներքին փորձանք կա եւ արտաքին փորձանք կա։ Հիմա եկեք փորձենք զանազանել իրար մեջ։ Հարցում, ծեր գազիկով, որն է ներքին փորձանքները։ Քու որու մտքերը։ Իմ մտքերը։ Իմ ուրիշ ներքին փորձանքներ, փորձություններ։ Բնավորություններ, ուրիշ, հա? Ցանկություններ, մարտի այո մտքի հերարցակում, ուրիշ Ta parole. Voilà. Մեր խոսքերը, oui. Սրդի խորհուրդները, մանկությունից եկած դաստիարակությունները, որ չես կարող դուրս գաս, այո, ապրես, սովորություններ, դաստիարակության գետեր, որ երբեմն անոնց պատճառով ինգերենք, մշակույթ, այս ներքին փորձություններն են, բայց այս ներքին փորձություններուն դիմանցալ հարադեվություն պետք է, որ ես Հիսուսի նմանվեմ։ Իսկ դուրսի փորձություններից, մի քանի հատսի քիչ առաջ, դուրսեն եկած փորձությունները որն են։ Կայտագությունը, բամը դեսար դուրսեց, հիվանդություն, ուրիշ, նայվածք, վիրավորանք, փորձություններ դուրսեն եկած հալածանք, այս համարը հալածանքի մասին կխոսի։ Ինչպես։ Բամը բադահում է տշպախտություն, այո, ցավալի բաներ։ Սուրպրիզներ, մարմինի դգարություններ, որ կան հիվանդություն, գարա, այո։ Բայց նաև դուրսի փորձություններ են, մտածեցի, որ երբեմն դուրսից լավ բան է գալիս մեզի, բայց մեր հոգին փորձություն է։ Մատնեմ ցեզի, ասեմ ցեզի։ Երբ որ ինչպես ասեմ, լավ բան հաջողվեցավ քեզի հետ։ Լավ է, նույն փորձություն չես ասել անոր, գսես փառք քեզ դեր։ Բայց եթե քիչ մտածենք, դերևս այդ լավը քո հոգին վատն է, վնաս է։ Դերևս այդ լավը քեզ Հիսուսի չի նմանցնելու։ Կասկնակ, օրինակ ընկերմը, ընկերուիմը, բարեկամը եւ այլն, որ քեզի լավ բան քիչ առաջ լավ բան առաջարկե, բայց այդ առաջարկածը քո հոգի տշտամին է։ Խաղերը օրինակի համար մեր քույրիկները, երիտասարդները, դղակները եւ նույնիսկ տարիքոտները հիմա սկսել են, հալելույա, նստել են տելեֆոնով խաղ են անում։ Այդ խաղերը։ Հացելով դեր մկացել է ուր տրենին մեջ նե չեմ գե, ուր է մի հատ ձերգին կողքս նստել է։
2 ժամ խաղում է հեռախոսով։ Ինքը կարծում է, որ լավ բան է, բայց հավատացյալները ժողովուրդ ջան, մենք ժամանակ չունենք կորսնցնելու։ Այդ խաղը հոգիս վնասն է։ Այսօր հոգևոր երիտասարդներ կան, ժամերով կխաղան իրենց դունը, տելեֆոնով, ինտերնետով, կամ ուրիշ տեղով։ Վականսները լավ բան է վականսի իրուն, բայց կրնալը հոգիս վնասը լա, քանի որ վականսի պատճառով ես կրնամ իմ Հիսուսի նմանվելու կորձից ինամ։ Շատերը ինչ կսեն, մանավանդ ֆրանսացիները, վականս ենք, on est en vacances, on peut faire ce qu'on veut, խմենք, ուտենք, հալելույա, վականս ենք։ Չէ, դարետարցը, հարսանիքը, գնում ենք հարսանիք ենք, խմի, այ ախպեր, հարսանիք ենք, այո, ուրախանանք, այո, բայց Հիսուսի դուրս գալ չկա տեղից։ Ուրեմն լավ բաները երբեմն մեր հոգին վնաս են։ Այդտեղ ինչ պետք է այդտեղից դուրս գալու համար, որ բառը գսորվինք այսօր, հարադեվել բառը։ Եթե դու չհարադավես այդ վիճակի մեջ ասես ոչ, եթե այդ վիճակի մեջ դու ասես ոչ, սիրելիներ ջան, փախուս չկա, փորձությունը գլխիդ միշտ պիտի կա, ներսի փորձություն, դրսի փորձություն, լավ երևցած փորձություն, գեղեցիկ երևցած փորձություն։ Այս տելեֆոնները, որոնք շատ կսիրենք բոլորս, առանց այս տելեֆոններով էլ չեն գալ գրնալ ապրիլ, վաղը մի սորը մեր անգումի պատճառն է գիտելա։ Եվ արդեն մեր անգումի պատճառ է։ Զույգեր կքանթվին այս տելեֆոնի պատճառով։ Եկեղեցիներ կքանթվին այս տելեֆոնի պատճառով։ Ընկերություններ կքանթվի այս տելեֆոնի պատճառով։ Լիանան օրինակի համար, Լիանան եւ Նոնան գնացել են ռեստորան իրար հետ լավ կեֆանելու։ Օրինակ։ Եվ Նոնան կամ Լիանան գցեցին տելեֆոնի վրա իրենց նկարը, որ միասին լավ գերագուր են ուտում։ Ես նայում եմ, վա, առանց ինձ, վայ ես ցեզ ինչ եմ անելու, վայ ես ցեզ եւ այլը գրիվը սկսեց։ Եվ իմ հարաբերությունները կանթվում են այս երկու քույրերի հետ, ինչու՞, քանի որ երկու քույրերը լավ բան արեցին, բայց այս տելեֆոնի պատճառով ես խնդրեմ ունեցա իրենց հետ։ Ժողովուրդ ջան, լավ բաներ կան, բայց կրնալալ մեր հոգին վնաս։ Հիմա չգա փախուստ փորձությունից։ Ով գսամեն հասկացանք ես կետը, չգա փախուստ, դարբեր, դուրսի, ներսի, пассив, ակտիվ, ինչ որ ուզես։ Փորձությունը պիտի կա, քանի որ անոր դիմաց մեկ բան կա, Աստված գուզե որ փորձությունը քեզի օգուտ բերե, որ Հիսուսի նմանվես։ Հովսեփի պատմությունը գիտեք։ Չէ, բանին բերավտեսին գինը։ Հովսեփին ինչ ասավ։ Արի։ Ջահելները ով գլար մեր մեջ ամենայն չգսեին հոս չէ ախպեր մի հատ կնանք։ Լավ է իբր թե։ Բայց այդ փորձությունը ինք հարադևեց ասելով ես իմ դիրոջս չեմ խափի։ Հարադևեց հավատարիմ մնալու համար։ Եվ ինչ եղավ, Աստված բարձրացած։ Ուրեմն եթե մենք հարադևենք հավատարիմ մնալու այդ տարբեր փորձություններով, հարադևի միջոցը հարադևելն է։ Հիսուսի նմանվելու համար ես պետք է հարադևեմ իմ ընտանեկան կյանքիս մեջ, եկեղեցական, հոգևոր, աղոթքի կյանքի մեջ մնալու իբր Աստուծո հետևորդ Քրիստոսի ցայնը լսելու համար պետք է հարադևեմ եւ ոչ թե փորձության մեջ դառնամ դեպի այդ փորձությունը։ Մի վախեցի, հարադևե դու Հիսուսի կորձի մեջ մնալ, Հիսուսի ընտանիքի մեջ մնալ, Հիսուսի խոսքի մեջ մնալ, հարադևե, ինչ որ գլխիդ գալիս է դերը կփոխե դեպի քեզի օրհնություն դարձնելու։ Հռոմայացիս ինչ կսե, ամեն ինչ կսե, բարիի կորձագից կդառնա այդ մարդուն, որ Հիսուսին գսիրեն։ Ասել որ իրենք կուզեն Հիսուսի նմանվել, այդ մարդկանց Աստված կփոխե բարիի կորձագից կլա քիչ առաջ ասի, ես գրնամ նույն փորձությունը ինձ կա քեզի կա,
Ես ինամ եւ ոչ դու, քանի որ ես Հիսուսի ճուզեցի նմանել, չի հարադեվեցի Հիսուսի նմանվելու համար։ Ինչ կներ Հիսուս այս կետի մեջ, ինչպես կխոսեր Հիսուս, եկեղեցի ինչպես կկար Հիսուս, ինչպես կնստեր, ինչ կմտածեր, երբ որ քարոզ գերտար, ինչ կմտածեր, որ քույրիկը գխոսի կամ գաղոթե, ինչ կսեր, երբ որ պարապանության մեջ էր, ինչպես էր Հիսուս։ Եկեք եկեղեցի մասին խոսենք, ինչպես էր Հիսուս այստեղ, ինչպես ինքը գաբրեր իր ճշտամունքը։ Օրինակ, ուրեմն ես պետք է հարադևեմ, որ չլատ է Սարգիսին դեսա Եվ որ Սարգիսին դեսա բիդե հարադևեմ, թե Հիսուս այդ մարդուն կներ կամ չերներ։ Չերներ։ Ուրեմն հարադևես Սարգիս ջան, որ Սարգիսին դեսնես միներ։ Հարադևել Հիսուսի նմանվելը մեր փնավորության հետ կապ ունի։ Մեր նպատակի հետ կապ ունի։ Մեր որոշումի հետ կապ ունի։ Հալելույա։ Աշակերտը հասկացել է, որ ամեն բանի առաջ պետք է ինքը ընդրություն ունի։ Նայեցեք, մի քանի բառ այսօր, հիշեցեք, փորձություն, հարադևություն, ընդրություն, շուազիղ։ Կարոզը մորցեք, բայց այս երկ բառը բանակ։ Ընդրությունը հետևյալն է։ Այս հարցին մեջ Հիսուսի եւ իր խոսքին համաձայն պետք է լինեմ կամ ոչ։ Այս փորձության մեջ քույրիկը ներկայացուց ինձ, այս փորձության մեջ Հիսուսի պես պետք է պատասխանեմ կամ ոչ։ Ընդրություն։ Հարադևելը այդ ընդրությունն է։ Երբ որ կհարադևեմ, ընդրություն կդեմ Հիսուսի պես լինել։ Հիմա ուրեմն սիրելիներ ջան, ցեզի կորց պիտի դամ։ Անոնք որ միջև հիմա пассив լսեցին ինձ, ասկեվեջ ակտիվ պիտի լսեն։ Հիմա 10 րոպեից հետո ցեզի կորց պիտի դամ։ Որ դուք 3-3 նստեք, այդ ասածից վրա մտածեք։ Ամեն, էլ վերջացավ նստիկ пассив լսել եւ գնաք ալելույա ամեն։ Հիմա պիտի աշխատենք։ Վերջացավ կարոզս, դանք եմ առնում։ Կարոզը վերջ։ Հիմա պիտի աշխատենք։ Բզդիկ խմպակները ռեք շուտ, մի քանի րոպե ունենք։ Երկրորդ Գորգոթացիս 4-րդ գլուխը, 6-րդ գլուխը։ Լավ 4-րդ ասեմ։ Մենք Բողոս Արաքյալը գսե, այս կանցը հողե ամաններուն մեջ ունինք։ Կանցը հողե ամաններուն մեջ, քիչ առաջ ինչսի այս մարմինի մասն է խոսքը։ Հողե ամաններուն մեջ ունինք։ Որբեսի զորության առավելությունը աստուծմե լա եւ ոչ թե մեզ։ Ասել որ զորությունը աստուծմե գուկա մեր մեջ, բայց մենք այս մարմինի մեջ ունենք։ Հիմա ամեն կողմանը գսե վշտացած ենք։ Եղել է ցեզ ամեն կողմանը վշտանալ։ Բայց ները ինգած չենք։ Վշտացած ենք, բայց չենք ջղջղված։ Դակնաբաց ենք։ Ֆրանսերեն ունեք, ֆրանսերեն գարտացեք, տեսեք ֆրանսերեն չեմ տարկմաներ։ Դակնաբաց ենք, բայց հուսահատված չենք։ Հալածված ենք, բայց երեսը ծկված չենք։ Վար գծված ենք, նետված ենք, բայց գործված չենք։ Ամենադեն Հիսուսին մահը մեր մարմիններում մեջ կգրենք։ Ժողովուրդ նայեցեք ցավը, նայեցեք դժվարությունը, նայեցեք հալածանքները, նայեցեք փորձությունները։ Ժողովուրդ ասոր քառորդը չենք ապրել մենք այստեղ։ Բողոս կսե ամեն ցավը մեր մարմիններուն մեջ կրածենք։ Որբեսի գսե Հիսուսին կյանքնալ մեր մարմիններուն մեջ հայտնվի։ Վասնզի մենք որ կենթանի ենք Հիսուսի համար մահվան կմատնվինք, որբեսի Հիսուսին կյանքնալ մեր մահկանացու մարմիններուն մեջ հայտնի ըլլա։ Գաբրին կսե փորձություններ, հարվածներ, դժվարություններ, բայց այս բոլորին մեջ մենք Հիսուսին հայտնի գուզենք ընել։ Գտեսնեք նպատակը Հիսուսին նմանվիլ է։ Եվ այդ նեղությունները գսե գկործածվին, որ մենք այդ նեղությունով ոչ թե ինգնանք, այլ բարձրանանք։ Ժողովուրդ ջան, ինչ տեսակի խնդիր որ չեմ ուզեմ ցուցակ անել, ինչ տեսակի խնդիր որ գուկա քեզ, այդ պետք է այնպես լա, որ այդ խնդիրի մեջ են Հիսուսի փառքը երևնա քո մեջ։ Քույր եղբայրներ շատ երբ որ գարտամ գսեմ դեր չեմ ապրած այս բանը, բզդիկ բանից կնեղանանք, բզդիկ խնդիրից կխանգարվենք, բզդիկ բանից կխախտվենք, կգանտնեցնենք ամեն ինչ, բայց Պողոսին ասածը այնպես խոսք է, որ ոչ թե միան իր համար է, այլ բոլորիս համար։
Որբեսի գսե Քրիստոս երևնա, որչափ ես ինամ, այնքան ինք երևնա, որչափ ես ընկճվիմ, այնքան ինք երևնա, որչափ դակնաբիմ, ասոնք ամեն այդ հարվածներն են, փորձություններ, որ դրսից կգան, այնքան ինք թող երևնա։ Ով գսե ամեն։ Հաջորդ համարը 7-րդ գլուխ, նայեցեք ինչ կսե, 7-րդ գլուխ, նո, ինչ ասի 6-րդ գլուխ, հաներոջ, 6-րդ գլուխ, համար 3-ից։ Ոևէ մեկուն գայթակղություն չենք պատճառեր։ Ես այս որ գարտացի, ես կսան մտածել եւ ասի դե արդյոք մեկումը գայթակղություն արել եմ։ Երբեմն գնեղվինք եւ մեր նեղությունով գայթակղեցնենք քուրիկ եղբայրներին։ Իրավունք չունենք։ Որչափ նեղվիմ, ես պետք է Հիսուսի երևնայի մեջ։ Մենք գայթակղություն չենք պատճառել, որովհետեւ մեր ճաշտոնը գսե չարդարորվի, մի խոսքով սխալ բաներ մեջտեղ չի գա։ Ամեն բանի մեջ, մեր հադալ գրտնեմ ամեն բանի մեջ, մեր անձը գծայեք Աստծո սպասավորներու պես։ Ժողովուրդ հավատացյալը էս մարդն է։ Սիրելիներ ջան, աշակերտ մարդը էս է, Հիսուսի հետևորդը։ Եվ ոչ թե խախտվիլ, դանկնիլ, խնդիր գա 10 ամիս եկեղեցի չգալ, խնդիր գա չխոսիլ, խնդիր գա չաղոթել, խնդիր գա գանկնեցնել մեր հոգևոր կյանքը։ Ժողովուրդ ջան, հասկանանք ինչ ենք ասում, աշակերտը այն մարդն է, որ ամեն բան գրե իրեն Աստծո զորությամբ, որբեսի գսե մենք մեր ճաշտոնը շարունակվի։ Հիսուսի փառքը ցույց տալու համար ոչ մի բան պետք չէ ծախեմ։ Մենք կծախենք մեր անձը, ներողություն, ուրիշ բան ասեմ, մենք կծախենք մեր Հիսուսին, մեր անձը հաջեցնելու համար։ Հիսուսին կծախենք, որ մենք այս հարցուն մեջ էս կամ են։ Ժողովուրդ, որքանալ տարաբիս, գլուխի կետնին տակ անցնի, դու Հիսուսին մի ծախի։ Հարադեվե Հիսուսի մեջ մնալ։ Մգրդվողներուն, գիտեք ինչ կսեին առաջին տարու մգրդվողներուն։ Ես հիմա այդալ պիտի ասեմ նոր մգրդվողներուն։ Գիտեք ինչ կասեին առաջին տարվա մգրդվողներուն։ Գսեին, ասել եմ ասկա առաջ, գսեին, գուզես մգրդվիլ, հա, բայց գիտես որ հենց մգրդվից դու արդեն սպաննվելու պատրաստվիր։ Քեզ պիտի սպանեն։ Քեզ պիտի հալածեն։ Քեզ պիտի չի սիրեն։ Պիտի գործընծնես ամեն ինչ։ Հիսուսի սիրող մարդը գսեր, Հիսուսի համար պատրաստ եմ ամեն ինչի։ Հիմա եթե այդ բանը ասեմ մեր եկեղեցիներու մեջ, վստահ եղեք ոչ մեկը չմգրդվիր։ Բայց եթե այդ բանը չասեմ, բոլորն կմգրդվին։ Չէ ժողովուրդ ջան։ Հիսուսի հետևիլը, Հիսուսի աշակերտելը հարատևություն է։ Շարունակենք կարդալը եւ կվերջացնենք։ Ամեն բանի մեջ մեր անձը գնձային Աստծո սպասավորներու պես շատ համբերությունով, վիշտերու մեջ, դարաբանքներու մեջ, նեղություններու մեջ, ձեձերու մեջ, ով ձեծ կերավ Հիսուսի համար մեր մեջ, Տեր մեկը ձեծ չգերած։ Բայց ձեծերու մեջ կսե ես կշարունակեմ, նեղություններու մեջ կշարունակեմ, այսօր հովիվը մի քիչ խիստ է խոսում մարդը 3 ամիս եկեղեցի չի գալիս։ Ժողովուրդ ջան, այդ մարդը շատ կներեք Հիսուսի արժանի մարդ չի։ Երբ որ բզդիկ բանից նեղանում ենք եւ գանտնեցնում ենք եկեղեցական կյանքը, շատ կներեք, մենք շատ հերու ենք այս քրքից։ Մեկը գահանտիմանի մեզ, էլ չենք խոսի այդ մարդուն հետ։ Այստեղ ասում է ձեծերու դակ, վիշտերու մեջ, նեղության մեջ, փանդերու մեջ, խռովություններու մեջ, աշխատությունը ձեծով աշխատիլ էր, հա, կար գոդրել էր, ինչ որ այդ ժամանակվա ստրուկները գնային, աշխատություններու մեջ, ձոմերու մեջ, հսկումներու մեջ, մենք միշտ կսե մեր անձը գնձայինք Աստծո։ Մաքրությունով, գիտությունով, երկայնամտությունով, քաղցրությունով, Սուրբ Հոգիով, անգերտ սիրով, ճշմարտության խոսքով, Աստծո զորությամբ, արդարության զենքերով։ Ժողովուրդ ջան, հարադևելը արդար լինելն է, հարադևելը մաքուր մնալն է, հարադևելը ներողամիտ լալն է, հարադևելը սուրբ լալն է, ձեծերու մեջ, հարվածներու մեջ, հայյանքներու մեջ։ Ժողովուրդ, խնդրում եմ ձեզ ասեմ, Տիրոջ առջև հաշիվ պիտի տանք։
Դու ինչ տեսակ հավատացյալ ես, եթե դու չես կարողանում մի հատ մեգումը, որ քեզ հայոյեց անոր թիմած հանդարտ կենալ օրինակ։ Բայց եթե բիծեցեն վաղը քո հավատքի համար ինչ ես անել, դու ես բիծեցես։ Մեր մեջի եղբայրները վստահալա մեկը ձեծեն գելեն ինքալ գծեցե։ Մենք հայենք եղբայր, հայենք, հայ չես տներես, դու նախ Քրիստոսի զավակ ես։ Նույն բանը չի։ Ամեն։ Ես նախ երկինքի գործավոր կամ երկինքի ապրող մարդ եմ, հետո հայ եմ։ Գներեք թերևս շոկ կնեմ շատերուն, բայց այսպես է ճշմարտությունը։ Հիսուս ինձի իմ անձնական սովորություններից դուրս հանեց, որ ինձ պահի երկնքի թագավորության մարդ։ Եվ իմ հայությունս տվավ, որպես հայությունս լավ ապրիմ։ Ոչ թե հայությունով քրիստոնյալ լամ, քրիստոնեությունով հայ լամ։ Ամեն։ Տարբերություն հասկացաք, ուրեմն մի կակ ինձ հայկական մեր հայավարի խոսքերով քանտեն Քրիստոսի սերը։ Ճշմարտությունով գսե նեղություններու մեջ, բայց երկայնամտությամբ, Սուրբ Հոգիով, անգեղծ սիրով գսե, անգեղծ սիրով, ո Տեր Հիսուս օգնե մեզի անգեղծ սերը հասկանանք նախ եւ հետո ապրենք։ Հարադևելը այս է, գահարադևեմ անգեղծ սեր ունենալու, գահարադևեմ արդարը լալու, գահարադևեմ մաքուրը լալու, գահարադևեմ սուրբը լալու, գահարադևեմ որ չարը չարով չպատասխանեմ, գահարադևեմ որ եկեղեցիս մեջ իմ տեղից լինեմ, գահարադևեմ որ իմ քրոջս եղբորս իրական սիրեմ, կամ իրական համբերեմ եթե պետք է, գահարադևեմ այս գործերի մեջ։ Ժողովուրդ ջան, լուրջ թեմա է։ Լուրջ թեմա է։ Գիտեմ լսում եք, բայց դեր մգա որ պետք է նստենք ասենք դեր սորվեցուր ինձ հարադեվել, քանի որ քիչ առաջից եթե անգերձ ենք, մենք մեզի նայում ենք ասում ենք ինչ քորձ ունենք անելիք դեր մեր մեջ Հիսուսի նմանվելու։ Հիսուսի թքեցին, միայն մենք խաչը տեսնում ենք, Հիսուսի խաչի վրա ձեծեցին, ինքն ներեց։ Բայց 3 տարի ինչեր արեցին Հիսուսին։ 3 տարի Այն չի որ Հիսուսի միշտ ասում են վայ ինչ լավն ես։ Հիսուս մի հատ խիստ բան էր խոսում, ռախ մի հատ քարը գնեդում էին իրեն։ Հրաշքի համար, գերագուրի համար Հիսուսի հետևում էին, ինչպես մեր եկեղեցիներու շատերը Հիսուսին հետևին, քանի որ մեզ օրհնեց, քանի որ մեզ սիրեց, քանի որ մեր Աստվածն է, եւ հա, բայց Հիսուս հետևիր իր խիստ խոսքի վրա նայում եթե հետևիս։ Ինչ կսեք։ Լուրջ է։ Հեշտ է ասել եկեք սիրենք Հիսուսի ամեն ինչ լավ պիտի լինի մեզ համար, բայց Սուրբ Գիրքը կարդացեք տեսեք եթե Հիսուս այդ բանը գասի կամ չէ։ Անորմալ մենք լուրջ թեմա է այստեղ։ Հարադևե արդար լինելու մեջ։ Հարադևե նեղության մեջ, Հիսուսի նմանվելու նպատակով։ Հիսուս չմերավ մեզ համար, բարձրապես մեզ երկինք տանելու, լավ լսեցեք։ Հիսուս մերավ, որովհետեւ մենք կարողանանք այդ տաճարները լավ որ Սուրբ Հոգին մեր մեջ բնագի։ Բայց Սուրբ Հոգին բնագելու նպատակը ինչ է, որ մենք լավ մարդանանք, չէ, որ մենք իրեն նմանենք։ Եվ լավ գարտացեք, նմանվելու համար հարությունից առաջ խաչ կա ժողովուրդ։ Չգա օրհնություն առանց նեղության։ Եվ անոնք որ կքարոզեն ցեզ օրհնությունը Աստծուց մե միշտ մի օրհնվի կեվալեն մի լսեք խափեություն է։ Նախ խաչ, հետո հարություն։ Մի հատ հավատացյալ ցույց տվեք Սուրբ Գիրքի մեջ, որ իրենց համար ամեն ինչ լավ էր։ Չգա։ Բայց ինձ համար, եթե իրենց համար չգա, ինձ համար պիտի լինի։ Ոչ։ Եթե Հիսուս ասեց ինձ ադեցին, ադել բառը, Հիսուս կասե ինձ ադեցին, ցեզալ բիտ ադեն, մենք այդ քարոզել չենք խոսում։ Հիսուս ասում ենք ամեն ինչ լավ պիտի լինի, Հիսուս մեր Աստվածն է, հա, բայց Հիսուս քո Աստվածն է, որ դու իր ճանապարհներին քայլես, ոչ թե ինք քո ճանապարհներին քայլի։ Առաջին Պետրոսը գսե իր յետևեն պիտի գնանք իր չարչարանքներու մեջ կսես գիրքը։ Վաու։ Ուրեմն նմանվիլ գա, եթե գուզենք նմանվիլ։ Ձեր առաջ տնում եմ մի ընդրություն, ավելի երկու ընդրություն։ Եթե Հիսուսի գուզես նմանվիլ, ընդրե չարչարանքը։ Ընդրե քո ներսինը եւ թույլ տալ որ Սուրբ Հոգին քեզ օգնի։ Քո ներսի, եսի ներքին փորձություններ, դուրսինը կարող չես կնար ընդրել, գլխիդ կգա։ Բայց ներսինը ես կրնամ ընդրել, որ այս բնավորությունից դուրս կամ։ Ես իմ լավ փորձությունը չի։ Ես կրնամ ընդրել, որ այս տեսակի մտքերից դուրս կամ։ Ես կրնամ ընդրել այս մարդու հետ ել չշփվեմ։ Ես կրնամ ընդրել այդ բանը։ Քանի որ այս բաները Հիսուսի չնմանվիր իմ մեջ։ Ես կրնամ ընդրել իմ բերանս փակած բահեմ։ Ես կրնամ ընդրել լեզուս մաքրեմ։
Ես կրնամ ընդրել չլսել, ես կրնամ ընդրել չխաղալ էլ այս խաղերը, չխոսիլ այս մարդկանց, այս տելևիզորը, այս ֆիլմերը էլ չդիտեմ, քանի որ ժողովուրդյան ավելի դուրսի բաներով կսպառվին կամ թե հոգևոր։ Ուրեմն ես կրնամ ընդրել այս բանը։ Ուրեմն ընդրեցեք Հիսուսի նմանվելու համար շատ նպաներ, որ Հիսուսը տեղ չգա։ Եվ գամ շարունակեցեք այսպես ապրել, ոնց ուզում եք։ Ընդրության առաջ ես։ Իրոք ընդրել Հիսուսի նմանվելու եւ գամ գրոնական նույն ցևով հալելույա քո արջևդ կա գսե երկու ճանապարհ կյանքի ճանապարհը ո՞րն է Հիսուս մի բան ասեց ես եմ կյանքի ճանապարհը Հիսուսին ցերկը բռնել իրեն հետ Նեղ ճամփային, լայն ճամփային, այսօր ինգանք, այսօր ելանք, խնդիր չէ, բայց իր հետ։ Շատերը գսեն լայն ճամփայով կորիստ են գնում։ Բայց մենք ես որոշեցի նեղ ճամփային մտնեմ։ Քանի որ հասկացել եմ, եթե Հիսուսի հետ չեմ, Հիսուսը չէ իմ նպատակս, իմ կյանքս նպատակ չունի։ Օրհնյալը լա մեր դերը, որ այս բաները մեզ կուտա իր սրտիս մեջ, մեր սրտերին մեջ։